ջրից շատ ահավոր ժանգահամ էր գալիս, որ խմեց։ Բյուրեղավանցիները պնդում են, որ վերջին 3 ամսում առնվազն 2 անգամ թունավորվել են խմելու ջրից։ Նրանցից ոմանք աղիքային վարակով հիվանդանոց են ընկել, բայց պաշտոնական պատասխան դեռ չկա, ով է պատասխան տալու։ Ինչու է ծորակի ջուրը խմելուց հետո իրենց ինքնազգացողությունը վատացել։ Ընտանիքում մենք ապրինել ենք էլի վարակվել, ես տան պայմաններում ես կարողացել եմ բուժել։ Այս անգամ դաժե կարամ ասեմ 10 օր է, որ ես կռանդից ջուր եմ օգտագործում, մինչև այս մենք միշտ առել ենք։ Առաջին դեպքն ապրիլի 21-ին էր, շտապ օգնությունը 30 կանչեր ստացել, 11 մարդ հոսպիտալացվել էր աղիքային վարակի ախտանիշներով։ 8 օր անց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարեց, որ խմելու ջրում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ, ռոտավիրուս, ադենովիրուս եւ այլ ախտածիններ։ Մինչդեռ Veolia ջուրը պնդեց, որ իր նմուշառումներով ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց պարզելու արդյոք մատուցվել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություն, որը կարող էր վնաս հասցնել մարդկանց առողջությանը, եւ եթե այո, ովքեր են դրա համար պատասխանատու։ Ավելի քան 3 ամիս է անցել, բայց որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, իսկ փորձաքննության եզրակացությունը դեռ չկա։ Բյուրեղավանում օրական քանի շտապ օգնություն է ձենհանիլով քնում։ Ինչի համար հիվանդատան չէ, թունավորված մարդ է տանում։ Սուտ ասում ջրից չի, խիչի ջիբա լող մի անգամից թունավորվեցին ուրիշ բանից։ 2 ամիս չանցած երկրորդ դեպքն արձանագրվեց հուլիսի 17-ին։ Աղիքային վարակի ախտանշաններով բյուրեղավանցիներից շատերը հոսպիտալացվեցին։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը կրկին հայտարարեց, ջրի կրկնակի ստուգումից հետո 2 նմուշում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում է ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Veolia ջուրը կրկին հակադարձեց։ Իրենց նմուշառումներով շեղումներ չեն հայտնաբերել։ Խոստացել են լրացուցիչ հետազոտությունների արդյունքները հրապարակել, բայց դրանք դեռ չկան։ Ինչպես նախորդ անգամ, այս դեպքով կրկին նույն հոդվածով քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է։ Ես հարցում էի կատարել նաև հիվանդությունների եւ վարակների կանխարգելման ազգային պետական մարմին, որպեսզի հասկանամ, թե իրենց մոտ ինչ տվյալներ են, եւ այսօր արդեն եկան պատասխանը, որ Արզնի եւ Նուրնուս համայնքներում իրենք էլ հայտնաբերել են կոլիֆորմ մանրէներ եւ բնականաբար կոլիֆորմ մանրէ առհասարակ ջրում չպետք է լինի, ինքը ախտածին է, ինքը կարող է առաջացնել տարբեր հետևանքներ եւ ուրեմն նշանակում է, որ այս 3 համայնքի բնակիչները Veolia ջրի աշխատանքները քննադատող արդարադատության նախկին նախարար իրավաբան Արփինե Հովհաննիսյանը հավաքագրել է բյուրեղավանցիների բողոքներն ու չի բացառում, որ դրանցով դատարան կգնա։ Veolia ջրից հրաժարվեցին հարցազրույց տալ, ասացին տարածած հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունեն։ Իրավաբան Հովհաննիսյանը նույնպես չի կարողանում ընկերությունից որևէ արձագանք ստանալ։ Այո, Veolia ջուր ընկերությունը միայնակ չի կրում շատ խնդիրների պատասխանատվություն։ Այո, շատ խնդիրներ խորքային են, տարիներով կուտակված են, ներդրումների անհրաժեշտություն կա, այդ թվում պետական ներդրումների, որոնք ժամանակի ընթացքում բացակայել են։ Այս 10 տարիների ընթացքում, 9 տարիների ընթացքում պետությունը եւս ներդրումների կատարման պարտականություն ունի, բայց ընկերությունը առաջնային պատասխանատվություն կրող օղակ է եւ կոմունիկացիայի բացակայությունը շատ խորը հետևությունների ճիշտ ասած առիթ են տալիս։ Լրագրողները նաեւ վարչապետ Փաշինյանից էին հետաքրքրվել, գիտի ինչ է կատարվել Բյուրեղավանում, ինչու են մարդիկ խմելու ջրից թունավորվել։ Պետք է պատասխանները հիմնավորված ստացվեն եւ հետեւությունները արվեն Veolia ջուրը մնացած մեր մարմինները եւ անհրաժեշտ որոշումներ կհասնեն։ Փաշինյանը կրկնեց, Հայաստանում ջրամատակարարման համակարգը քայքայված է, անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Արփինե Հովհաննիսյանը հիշեցնելով դեպքերի ժամանակագրությունը եզրահանգեց։ Անգամ վարչապետ Փաշինյանի արձանագրումներից հետո որևէ հետևություն չի արվել։ Ինչ հետևություն է արել Veolia ջուրը, կամ այդ հետևությունները ինչու են պահվում փակ դռների ետևում, ինչու հանրային կոմունիկացիա գոյություն չունի առհասարակ այս հարցում, եւ ինչու մենք բոլորս այնպիսի դեմքով ենք, կարծես մենք ինչ-որ բան պարտք Veolia ջրի։ Եթե ՀՎԿ-ն ասում է, որ ջրում շեղումներ կան, իսկ Veolia-ն պնդում ջուրը մաքուր է, գուցե խողովակներն են հին, մաշված կամ վնասված, հետաքրքրվում են բյուրեղավանցիները։ Բյուրեղավանի քաղաքապետի մամուլի խոսնակն Ազատությանն ասաց, դրանց մի մասը փոխվել են, մյուսը ոչ, բայց չի կարող պնդել, որ պատճառը հենց դա է։ Համայնքում 2013 թվականին ջրահեռացման համակարգը ամբողջովին փոխվել է, բայց երկար ժամանակ է անցել։ Որոշակի մասը քաղաքում հին են ջրահեռացման
համակարգը։ Պարբերաբար վիոլաջրի հետ վերջին շրջանում եւս իրականացվել է ջրահեռացման համակարգի հիմնանորոգում։ Չեմ կարող ասել նմուշառուները որտեղից է վերցված, արդյոք տարածքներում են, որտեղ որ հին են ջրահեռացման համակարգը։ Մինչ պատկան մարմիններն իրար են մատնացույց անում, ՀՎԿ կպնդում, ջրում շեղումներ կան, Վեոլյան դահերքում, իսկ Բյուրեղաբանի քաղաքապետարանից ուսումնասիրությունների վերջնական պատասխանի սպասում բյուրեղաբանցիները շարունակում են խմելու ջուրը գնել խանութից։ Արփինե Հովհաննիսյանը հարցնում է, ով է փոխհատուցելու։ Մարդիկ ջրի վարձ չպետք է մուծեն, վերջացրած նրանից, որ իրենք բարոյական տառապանքներ են կրել, առողջության համար իրենց գումարներ են տվել եւ խմելու ջուր են գնում ամեն օր, հա։ Իրենց միակ մեղքերն է, որ ջուր են խմել։ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել, բայց թե ինչ հիմքով ու ինչ պահանջ է դրել, այսօր մեզ բարձել չհաջողվեց, ասացին գրավոր հարցում ուղարկեք։ Ուղարկել ենք, սպասում ենք արձագանքի։